Մի ամիս է Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիային անում կոնյակ արտահանողները, ասում են իրենք արտահանում են Ռուսաստան, իսկ Վրաստանը կանգնեցրել է ամիսներով լաբորատոր փորձարկում է անում։ Ասում են մենք Վրաստան չենք արտահանում, ինքը տարանցիկ երկիր է, ինչու է փորձարկում, այն էլ այդքան երկար։ Վարկ են վերցրել, աշխատավարձ են վճարում, աշխատատեղ են ստեղծում, տուժում են։ Էկոնոմիկայի նախարարն ասաց կգնամ Վրաստան, խնդիրը կլուծեմ, մինչ հիմա դեռ գնում է։ Նայեք այդ մարդու դեմքին, հարց լուծող է։ Սրանք մենակ թողեց գիշեր-ցերեկ ընդդիմության դեմ ելույթ ունենա։ Մարդը գարնանը ինչ-որ բան ցանեց, սկսում է բողոքի ակցիաները, այս ոռոգման ջրի համար, այս բնական աղետից փոխհատուցվելու համար, այս արտահանելու համար, այս գումարը ստանալու համար։ Կառավարությունը կարծես մեռած լինի։ Երբ տեղական արտադրողը իր երկրում գնում է այլ երկրի դեսպանատան դիմաց միտինգ անելու, նշանակում է, որ ինքը չունի կառավարություն։ Այդ խնդիրը պետք է կոնյակագործը չլուծեր։ Պետք է լուծեր պետեկամուտների կոմիտեի նախագահը իր վրացի պաշտոնակցի հետ։ Պետք է լուծեր էկոնոմիկայի նախարարը իր վրացի պաշտոնակցի հետ։ Պետք է լուծեր վարչապետը իր պաշտոնակցի հետ։ Մոտ 3 ամիս այս վիճակն է, մարդիկ վնաս են կրել, աշխատողների են ազատում։ Նախարարն ինչ է վեր ընկել իր սենյակում։